Պարոն Դանիելյան, խնդիրը գիտեք, որ նա ես շարունակելով Տիկին Ղազարյանի տրամաբանությունը, խնդիրը հետևյալի մեջ է, ընդդիմությունը պետք է ի վերջո պատասխանատվություն կրի իր ասածների եւ արածների համար։ Նայեք, 2024 թվականին, երբ որ Տավուշիում տեղի էր ունենում սահմանազատում, ընդդիմությունը եւ դուք մասնարարպես, բայց այդտեղ չեմ մասնավորում, ընդդիմությունը ինչ էր ասում։ Ասում էր նախ, որ հանձնվում է Հայաստանի ինքնիշխան տարածք, ասում էր, որ ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո է հայտնվելու, ասում էր, որ խաղաղություն չի լինելու, որ սա վատ է, որ Ադրբեջանը մեկը հարձակվել է մեր վրա եւ այսպես շարունակ։ Սրա սոուսի ներքո եւ հողի ներքո, ըստ Ռոբերտ Քոչարյանի պլանավորածի կամ հորդորի, դրանից մի քանի ամիս առաջ Քոչարյանը հորդորել էր արքեպիսկոպոսներից մեկին գլխավորել ընդդիմադիր շարժում։ Հայտնվեց արքեպիսկոպոսներից մեկը, որը գլխավորեց ընդդիմադիր շարժում, մեծ հանրահավաք արեցիք Հանրապետության հրապարակում, այսինքն երկիրը պահեցիք ցնցումների մեջ, ինչ որ պահ հասավ նույնիսկ եկաք ազգային ժողովը գրոհեցիք, բայց արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում եղավ այն, որ սահմանազատումը տեղի ունեցավ եւ երեք ես պարոն Արսվիկ Մինասյանի հետ բանավեճի էի Շանթի եթերում, իդեպ դեռ չի հրապարակվել, շաբաթվա մեջ կհրապարակվի, այնտեղ ռեպորտաժներ էին ցույց տալիս բանավեճին զուգահեռ, Բերքաբերից, Կիրանցից եւ ինչ էին ընդդեղի մարդիկ ասում։ Ասում էին, այո, հիմա խաղաղ է եւ ուզում ենք, որ դելիմիտացիան, այսինքն սահմանազատումը շարունակվի։ Հասկանում եք, դուք պայքարում եք մի բանի դեմ, որը ոչ միայն ապացուցվեց, որ լավ բան էր, այլ ընդեղի բնակիչները, բոլորը կողքի գյուղերի բնակիչները ասում են ուզում ենք սա շարունակվի, հասկանում եք։ Իսկ Տիկին Գրիգորյանը, քանի որ շատ է ուզում, որ իրեն անդրադառնամ, պրոբլեմ չկա։ Եթե Տիկին Գրիգորյանը դուրս գա փողոց, մեկը կասի սա ԿՊ-ի ցուցակի Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Վահե Գրիգորյանի կուսակցության Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Քոչարյանի ուժի Աննա Գրիգորյանն է, այն մյուսն էլ կասի սա Սամվել Կարապետյանի համար ելույթ ունեցող Աննա Գրիգորյանն է։ Այդ կասեն, միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է։ Արտուր Բաղդասարյանն էլ բավականին ճանաչելի կերպար էր։ Ունեցել ենք, էլի կան այդպիսի մարդիկ։ Էդմոն Մարուկյանին շատերը ճանաչում են։ Միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է, բայց ամեն դեպքում Տիկին Գրիգորյան, եթե դուք դիմեք քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար, բնականաբար կրկին հարցազրույցի գալուց հանդիպելու եք ինձ։ Այս անգամ կներեք իհարկե, հազար ներողություն, բայց ես խորհուրդ եմ տալու ձեզ չընդգրկել մեր կուսակցություն, որովհետև հավանականությունը, որ այդ դեպքում դուք նորից մի քանի ամիս հետո դուրս եք գալուց միանակ մեկ այլ ուժի, գնահատում եմ 99%, ինչու 99, որովհետև միշտ մարդկանց պետք է 1% հավատ պահել նրանց, որովհետև կարող են նրանք եւ ուղղվել։ Շնորհակալություն։ Հաջորդը ելույթ կունենա Արթուր Խաչատրյան։